լավ, եթե Սեյրան Օհանյանը ցույցում է տվել, ենթադրենք, դիտարկենք, որ կատարել է հանցանք պարոն Օհանյանը 441-րդ հոդվածով նախատեսված։ Այս անձին այդտեղ ծառայություն չպետք է իրականացնի։ Լավ, այս անձին պետք է գնային տոն։ Հարցը սրա մեջ է, այսինքն այստեղ անմիջական վնասի հարցը։ Վնասի որոշակի տարեր կան, որ գույքային հայցով քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում չի կարող ստանալ այս որ մենակ չգիտեմ, բաց թողնված օգուտը, օրինակ, դա կա քաղաքացիական իրավական այլ կարգ, որով ավելի լավ մասնագետներ կան քաղաքացիական բնույթի, կարող են ասել, բայց այստեղ շատ կարևոր է, լավ, եթե Սեյրան Օհանյանը այդ արանքը չկատել, ենթադրել հանցակ, ամեն դեպքում վարույթ ընդունելու համար եմ ասում, պատվարժան դատան, որովհետև եթե վարույթ ընդունելու հարցով, իմ կարծիքով, այստեղ հենց առնվազն ետ վերադարձնելու խնդիր, ես տեսնում եմ ժամանակ ընձեռվելով մեղադրողին, որպեսզի իմ ասացի կողմից նշված հանգամանքները շտկի կամ հիմնավորի, որովհետև իմ կարծիքով սա կարևոր հանգամանք է։ Ամեն դեպքում ես կարծում եմ, որ այս մեղադրանքը չի հաստատվի պարոն Օհանյանի նկատմամբ, այդ դեպքում նաև բնականաբար ապրիորի գույքային հայցը չի բավարարվի, բայց փաստացի մենք այսպիսի իրավիճակ, ենթադրենք X անձով այսպիսի մեղադրանք կա։ Եթե հաստատվում է, որ այսպիսի հանցանք կա, արդյոք անմիջական վնաս է պատճառ։ Նույն այս օրինակները կարելի է բերել բազմաթիվ օրինակներ, օրինակ ես մեր արգելի ոստիկանների մասով բերեցի օրինակը նախատեսներություն խնդրելու, բայց իմ կարծիքով սա բարձրաբանման ենթակա հայցը հարցը մեծ է սպուրում նախքան վարույթ ընդունելու։ Շնորհակալ եմ։